Մի հատ անասուն երազ եմ տեսել, իբր Նիկոլ Իլոն Մասկին նշանակել է վարչապետի օգնական ու սաղ շոկի մեջ են, որովհետև ոչ մեկ չի պատկերացնում հետո ինչ ալնելու, ինչ կարելի է սպասել այդ սիտուացիայից։ Ու ոնց որ այդ վարչապետի օգնական պաշտոնն էլ հատուկ իր համար է ստեղծվել ու վարչապետից ավելի կարևոր է։ Մի խոսքով սենց ինչ-որ խառը Game of Thrones վիճակ, մնացածը չեմ հիշում, կարևոր էլ չի, ոնց որ այս վիդեոյի հետ կապ չունի։ Այս վիդեոյում պատմելու եմ, թե թեորիա զագվռները ոնց կարան փոխեն իրականությունը ու ստեղծեն այնց իրավիճակ, երբ որ արդեն չես հասկանում հորինվածը ինչքանով է հորինված ու իրականը ինչքանով է իրական։ Ու անելու եմ դա Կուբրիկի միջոցով, ուլներ կոֆեն ստե։ Իսկ եթե չգիտեք ով է Կուբրիկը, իմացեք մինչև կոֆե դնեմ։ Ստենլի Կուբրիկ, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, հեղինակային կինոյի մեջ ամենաուժեղ տպերից ու ընդհանրապես կինոյի պատմության մեջ մեծագույն ռեժիսորներից մեկը։ Կուբրիկի ֆիլմերը այդքան էլ հեշտ հասկանալի չեն։ Ամեն մեկի շուրջ լիքը տարբեր պատմություններ են պտտվում ու ամեն մեկը յուրահատուկ շեդևր է։ Կուբրիկը իր ֆիլմերի մասին ասում էր, որ դրանք հավասարապես բոլորի համար են, որովհետև անկախ նրանից մարդը ինչ կրթություն կամ մասնագիտություն ունի, անկախ ինտելեկտի աստիճանից բոլորի էմոցիաները նույնն են, իսկ իր կինոն մարդու հետ խոսում է էմոցիաների լեզվով։ Ռեկամ? Չէ, Ռեկյան։ Այդ ռեկ որ ռեկանգնի ես վիդեոն։ Ռեկանգնելը բանն է, չէ՞ ասա։ Instagram որ բանն անում։ Ռեկոմենդացիա էլի որ։ Հա, ռեկոմենդացիա։ ռեկը դա կարճ ռեկոմենդացիա, հա, դու։ Ես ռեկ հենց ռեկի որով էի ջորես Դու օպերատոր ես։ Սկսենք ախպեր։ Արոն չեմ սիրում, ես ինձ սվիտերը, որ ինձ սրանով նկարում ես։ Գնա փոխվի արի։ Դավայ, հա։ Մի հատ թեորիա զագվռա կա, ըստ որի այն վիդեոները, որտեղ ամերիկացիները լուսնի վրա են իջնում, այդ Կուբրիկն է նկարել։ Կապը Shining-ի հետ այնա, որ ըստ այդ տեսության ինքը այս ֆիլմով խոստովանում է այդ ամեն ինչ, այսինքն Shining-ով պատմում է ոնց է ինքը հետ արել։ Այն որ ամերիկացիները իրական լուսին չեն թռել, այդ ամեն ինչը պավիլյոնում է նկարած եւ այլն, այդ հարցը առաջին անգամ բարձրացրել է ամերիկացի գրող Bill Kaysing-ը 1976 թվականին գիրք է գրել, մենք երբեք չենք եղել լուսնի վրա վերնագրով։ Կուբրիկը Shining-ը նկարել է 1980 թվականին, իսկ ամերիկացիները լուսին թռել են 1969 թվականին։ Իսկ հետաքրքիր է ասես։ Հա, հետաքրքիր է ախպեր շատ։ Մերսի։ Ոնց լուրջ ես ասում, լապատնի տենա։ Ոնց որ Սովետի ու Ամերիկայի մեջ 60-ականներին տենց կոնկուրենցիա կար, թե ով առաջինը տիեզերք կգրավի ու Սովետը ոնց որ հաղթում էր այդ կոնկուրենցիայի մեջ, որովհետև առաջի կենթանին շունդ ղրգեցին տիեզերք, առաջի տիեզերագնացը հենց Յուրի Գագարինը, առաջի կին տիեզերագնացը։ Ամերիկան խրված էր Վիետնամի պատերազմի մեջ ու ոնց որ չէր հասցնում ոչ մի բան աներ ու Քենեդին հայտարարեց, որ իրանք պատրաստվում են լուսին թռնեն ու առաջինն են ելնելու, ովքեր կթռնեն լուսին։ We choose to go to the moon. We choose to go to the moon. Ուժեղ խայբ արեց էլի ու պետք էր ոնց որ դրա տակից դուրս գալ ու իրար հետևից մի քանի հատ տենց անհաջող փորձեր եղան, թռնում էին լուսին, չէին հասնում տեղ, տիեզերանավը տրակում էր կամ չգիտեմ ինչ էր ելնում, թռիչք չէր հաջողվում։ Տենց ցախողված մի քանի հատ թռիչք եղավ ու 1969 թվականին Ապոլոն 11-ը թռավ լուսին, ամերիկացիները իջան լուսնի վրա, այն երկու տիեզերագնացների անունները չեմ հիշում, ստե կգրեմ Նիլ Արմսթրոնգը ու իրանց դրոշը խրեցին, թռվռացին, վազվզեցին, նկարեցին այդ ամեն ինչը ու հետ եկան։ Այդ ժողովրդի դժգոհությունը պատերազմից, Վիետնամի հետ կապված թեմաները, Ամերիկայի ծախսած լիքը անիմաստ փողերը եւ այլն ջրեց գնաց։ Այսինքն մարդկանց պետք էր տենց մի բան, ու ինքը տվեց մարդկանց այդ բանը։ Ու դրանից հետո միանգամից առաջացավ այդ տեսությունը, որ այս ամեն ինչ ֆեյք է, մենք չենք եղել լուսնի վրա։ Այդ նույն ընթացքում 1968 թվականին Կուբրիկը նկարեց իր հերթական ֆիլմը Space Odyssey։ Այդ կինոն ոնց որ այդ թվականի այդ ժամանակների համար ինչ որ տեխնիկական բում էր, որովհետև տենց մասշտաբային սյոմկեք, տենց ռեալ նկարահանումներ ոչ մեկը դեռ չէր տեսել, ոնց որ այսօր օրինակ արհեստական ինտելեկտի վրա են զարմանում, նույն ձև
68 թվին զարմացել են այդ կինոյի վրա։ Մի կապը որն է սրանց մեջ։ Ըստ այդ տեսության Ամերիկայի կառավարությունը ֆինանսավորել է այդ կինոյի համար Կուբրիկին, որ ինքը նկարի ու փորձ բերի, որ կարողանա մի տարի հետո էլ լուսնի վրա վայրեջք նկարի։ Մի ամենահետաքրքիր մասն է այս ամեն ինչի, հենց մի այդ մասն է սկսվում։ Սկսեց էլ էր մարկը։ Սկսել։ Ոստը որ սեն շատ նեղատեղը, ջովիր ոնց շարժում եմ մի բանի կպնում եմ։ Պատաստում ես տքո։ Իսկ եթե կոֆե խմել ես կարող բաժակը դարձնել։ Չեմ խմել դեռ։ Եթե կոֆե խմել ես կարող բաժակը ջարդել։ Դա կարող սկսես։ Ուր մնացիր, բայց ես չեմ հիշում, որ Ամերիկայի կառավարությունը ֆինանսավորեց Կուբրիկին։ Ամենահետաքրքիրը ստեղ այն է, թե ոնց է Կուբրիկը խոստովանում ըստ այդ տեսության։ Նախ սկսենք նրանից, որ Սթիվեն Կինգը դժգոհ է շատ։ Սթիվեն չասեմ, չէ՞։ Սթիվեն չեն։ Hey Steve։ Սթիվեն Կինգը դժգոհ էր իր գրքի էկրանավորումից ու համարում է դա իր ամենաչահաջողված էկրանավորումը, իսկ ինքը մի միլիոն հատ գիրք է գրել ու դրանցից շատ մեծ քանակով էկրանավորվել են։ Shining-ը համարում է իր ամենաչահաջողված էկրանավորումը, որովհետև Կուբրիկը լիքը դետալներ է փոխել կինոյում ու չարդարացված արել։ Առաջինը, որ Կուբրիկի գրքի մեջ այն Volkswagen-ը, որով Ջեք Տորրենսը գնում է այդ հյուրանոց, կարմիր է ու Կուբրիկ չէ, Քինգի գրքի մեջ Կուբրիկը գիրք չի գրել։ Այդ Volkswagen-ը կարմիր է, մտածված ինքը ընտրել է կարմիր գույնը միանգամից մարդու մոտ ենթագիտակցորեն տագնապ առաջացնելու համար։ Իսկ Կուբրիկի ֆիլմում այդ Volkswagen-ը տեղին է։ Գրքում հյուրանոցի այդ տարօրինակ առեղծվածային սենյակը, որը միշտ փակ է, սենյակի թիվը 217 է, իսկ կինոյում դարել է 237։ Լիքը տես դետալներ կան, որոնք պրոստը տակ փոխվել են ու ոչ մի արդարացում չունի, ոնց որ Կուբրիկը չի բացատրում, այսինքն թե խի է տենց արել ու Քինգին դուրս չի եկել այդ ամեն ինչը, որովհետև ինքը կոնկրետ ունի բացատրություն, թե խի է ինքը նենց արել։ Տակվոտ կինոյի մեջ Ջեկը, ով գրող է ընտանիքով իր կնոջ ու փոքր երեխայի հետ գնում է հյուրանոց, որովհետև այդ հյուրանոցը նենց տեղ է, որտեղ ծմերը ահավոր բուք ու բորանալ ճամփեքը փակվում են, ոչ մի շարժ չի լինում, ոչ մեկ չի կարող գնա հանգստանալու ու այնտեղ պետք են մարդիկ, ովքեր եթե ձմեռը մնում են այնտեղ, ոնց որ մինչև գարուն ամառ չեն կարող այնտեղից դուրս գան։ Ու ամեն տարի ձմեռը, ոնց որ հյուրանոցի տնօրինությունը ինչ որ աշխատող է վարձում ժամանակավոր, որ ընդ է մնա։ Այդ ձմեռ այդ լինում է Ջեք Տորրենսի ընտանիքը, որովհետև ինքը գրող է, իր գործը տնից է, ֆրիլանսեր է, էլի։ Այդտենց գնում է այդ հյուրանոցը։ Ըստ այդ տեսության Shining-ի մեջ ինչ որ կատարվում է, այդ ամեն ինչը սիմվոլիզիրուет, ոնց է խորհրդանշում է Կուբրիկի հետ եղած իրական դեպքերը։ Ջեք Տորրենսը Կուբրիկն է, կինը իր կինն է, իսկ իրանց երեխան Կուբրիկի ստեղծագործող եսն է։ Ջեկը այն Կուբրիկն է, ով արել է այդ ամեն ինչը, այսինքն նկարել է լուսնի վրա վայրեջքը ամերիկացիների, իսկ երեխան այն Կուբրիկն է, որը ուզում էր պրոստը լավ կինոներ նկարեր, խաղար ուրախանար, տենց ոչ մի վատ բան չաներ կյանքում։ Տնօրենը հյուրանոցի արտաքինով համ իր դեմքով, ոնց որ համ իր կերպարը ոնց սարքել են, լրիվ հիշացնում է Քենեդիին։ Ու երբ որ ինքը Ջեկին ներկայացնում է հյուրանոցը, այդ հյուրանոցը Ամերիկայի սիմվոլն է։ Ինքը ասում է, որ սա այս հյուրանոցը կառուցվել է հնդկացիների գերեզմանների վրա, ինչը Ամերիկայի պատմությանը սենց ուղիղ բան է, էլի, ածիլկա է։ Այսինքն, ոնց որ Shining ֆիլմով Կուբրիկը պատմում է, որ Ամերիկայի նախագահ Քենեդին իրան վարձել է, կանչել է իրան սպիտակ տուն, իրան տվել է հանձնարարություն, դա մի հատ բան է, որը եթե Կուբրիկը անի, կփրկի Ամերիկան։ Ու կինոյի ընթացքում Ջեք Տորրենսը կամաց գործնում է իր adekvatությունը, չանում են հարաբերությունները կնոջ հետ, երեխու հետ, ինքը անընդհատ ասում է, որ ոչ մեկը չի պատկերացնում, թե ես ինչ կարևոր բան եմ անում, բայց պարզ չի ինքը ինչ անում։ Պրոստը գիրք է գրում։ Այդ ամեն ինչը ծայրահեղության է հասնում ու կինը գնում է իր այդ աշխատասենյակ, աշխատասեղանի մոտ, որ տենա թե ինչ է գրել, թղթի վրա ընդամենը մի տող անընդհատ կրկնվում է։ All բառով է սկսվում, all-ը ոնց որ A11 Ապոլոն 11-ն է, էլի ոնց որ ըստ այդ տեսության։ Օրինակ գրքում չկա նաև այդ լաբիրինթոսը, ըստ տեսության Կուբրիկը այդ լաբիրինթոսը դնելով ոնց որ ասում է, որ այս կինոն այն չի ինչ թվում է առաջի հայացքից, թե գաղտնիք կա, որը պետքա գտնել։ Այդ սենյակը
ոնց որ խորհրդանշում է լուսինը։ Երբ որ Ջեք Տորրենսը գնում է սենյակի դուռը բացում է մտնում է ներս, այդ այն բանն է, երբ որ Կուբրիկը ընդունում է առաջարկը, լուսնի պրոյեկտը ինքը վերցնում է։ Ու այդ պահից է սկսում իր խելագարությունը ու գնալով ավելի ու ընթացքում ինչքան Ջեկը ոնց որ կորցնում է իր adekvatությունը, այդքան սկսում է երեխեն տուժել։ Վնասվածքներ են վրան հայտնվում ու պարզ չի հետո վարել, որովհետև իրեքով են իրանք այդ տանը։ Այսինքն Կուբրիկի ստեղծագործող եսը սկսում է տուժել։ Ջեկը մտնում է այդ սենյակ ու սկզբից տենում է ինչ-որ մերկ երիտասարդ կին, հետո պարզվում է, որ պառավ է, սենց շատ տհաճ արտաքինով։ Սկզբում իրան թվում էր, որ ինքը ինչ-որ մեծ գործ անում, սիրուն գործ անում Ամերիկայի համար, բայց հետո անելուց հետո ինքը հասկացել է, որ ինքը իրականում շատ տենց ստոր բան արեց, որովհետև սուտ էր դա, այսինքն ինքը խաբեց։ Կոֆե ունեմ։ Թաբախմի։ Ջեկը երբ որ տենց գժվում ներվայնանում ասում է, որ ինքը շատ ծանր կարևոր գործ անում, ոչ մեկը չի հասկանում, իրան պետք է հանգիստ եւ այլն, տենց ներվայնացած թուղթը վերցնում ճմրթում գցում է, հենց հաջորդ կադրում նոր թուղթ է։ Ամերիկայի կառավարությունը Կուբրիկին ամեն ձև ապահովում է ամեն ինչով, որ ինքը հանկարծ չշեղվի գործից։ Խոհանոցում այդ հյուրանոցի տանգ խմիչք կա ու շատ կա, ոնց որ շատ կա դրած, ու այդ նույն խմիչքն է, որը տարել են լուսին։ Նույն սենյակի այդ համարի փոփոխությունը 237 խիա դարել 217-ը, որովհետև երկրից լուսին հեռավորությունը 237,000 կիլոմետր էր։ Կա մի հատ տեսարան, որտեղ ինքը թենիսի գնդակով խփում է պատին, իր գրքի մասին է մտածում, թե ոնց գրի, ու այդ պատի վրա սենց նախշեր են, որ եթե նայում ես տենց ընդհանուր պլանով, ոնց որ ռակետներ լինեն, էլի։ Ըստ այդ տեսության այդ գնդակը լուսինն է ու ինքը խփում է ռակետներին, հետա գալիս նորից, այսինքն ինքը մտածում է ոնց նկարեմ, որ բնական ստացվի, որ լավ ստացվի, ոնց անեմ, ոնց էս առաջադրանքը կատարեմ։ Ու այդ ռակետները պատի վրա 4 հատ են, 4 հատ ծախողված թռիչք ա եղել, ու ինքը պետք է մտածի, թե ոնց իրականացնի 5-րդը, որը հաջողված չակերտավոր կդառնա։ Գրքի հետ չբռնող բաներից մեկը, որը կինոյում ուրիշ ձև է, գրքում ուրիշ ձև, են երկվորյակներն են, որոնք հայտնվում են, վախացնում են երեխուն։ Գրքում իրանք պրոստը քույրեր են, չի նշվում ոչ մի տեղ, որ երկվորյակներ են։ Կինոյում դառնում են երկվորյակներ։ NASA-ի ծրագիրը, որը այդ դեպի լուսին թռիչքներ, կոչվում էր Gemini երկվորյակն է։ Դենին երեխան խաղում է այդ գորգի վրա, գնդակը եսին որտեղից հայտնվում է, ասենց գլորվելով դեպի իրան է գալիս ու ինքը նայում է տենում է այդ 237 սենյակի դուռը բաց է։ Այդ կադրում ոնց որ մի կադրում գորգի նախշը ուրիշ ձև է, բաց է դեպի դուրս, իսկ հաջորդ կադրում հենց միանգամից հաջորդ կադրում արդեն փակ է այդ նախշը։ Այդ եթե կիքս չի, ոնց որ խորհրդանշում են, որ հետ քայլի հնարավորություն չկա արդեն։ Ինքը ոնց որ ընդունեց այդ առաջարկը ու փակվեց։ Կարա պրոստի կիքսը լինի, բայց դժվար էլի։ Գորգը նենց բան է, որ պետքա սա ամեն ինչը հանես, գորգը ֆրսնես նորից։ Բայց կարա տարբեր հարգերում է պրոստը նկարել։ Կարող է հազարատ բան կարա լինի։ Մեկ էլ այդ նույն տեսարան, որտեղ գնդակը գալիս է երեխու մոտ, իր սվիտրի վրա ռակետա նկարած Ապոլոն 11-ը հիշացնող։ Ու կինոյի մեջ կա նաև մի հատ ոսկե դահլիճ, որը ունի այդ հյուրանոցը։ Ջեկի հարաբերությունները վատանում են կնոջ հետ, արդեն ոչ մի բան նորմալ չի իրանց կյանքում։ Ինքը գնում է այդ ոսկե դահլիճ, ունդեղ փարթի է ինչ-որ սենց շատ ուրախ մարդկանց բազմություն է իրան դիմավորում, այնտեղ կա խմիչք, բար, ծանոթանում է այդ հյուրանոցի նախորդ ծմեր մնացած մարդու հետ, ով պրավալ է տվել այդ գործը, գժվել է, սպանել է, չգիտեմ, իր աղջկան թե ում։ Ոսկե դահլիճը խորհրդանշում է սպիտակ տունը, որտեղ Կուբրիկին ասում են, որ նախորդ թռիչքները ձախողվել են, մեր հույսը դու ես, դու պետք է այս ամեն ինչ անես։ Կինոյի ընթացքում ինչ-որ պահի գրվում է չորեքշաբթի։ Չորեքշաբթի օրն է բացվում այդ սենյակի դուռը։ Չորեքշաբթի օրը Ապոլոն 11-ի թռիչքի օրն է դեպի լուսին։ Վերջում երբ որ Ջեկը գժված կնոջ հետևից վազում է սպանելու, կինը փախնում է, նա տեսարան է տանում, որ սմոքինգով ձյաձյա է, ասենց կապիտալիստի տեսքով ու արջը իրան մի տանում։ Այս տեսությունից դուրս այդ вообще անհասկանալի է ինչա, բայց ըստ այս տեսության, այսինքն Կուբրիկը արեց մի բան, որով ամերիկան սովետին իսկ այն որ Volkswagen-ի գույնը փոխել էր, այնտեղ կա կերպար Hellorine անունը, որը ճանապարհին հələ հյուրանոց չհասած տենում է այդ Volkswagen-ը կարմիր վթարի ենթարկված, ընդ ինչ որտեղ
King-ած, այսինքն Kubrick-ը ասում է, որ ճիշտ է King-ի գրքում էս Volkswagen-ը կարմիր է, բայց այս իր գիրքը չի։ Այս ոնց որ ուրիշ բան եմ ես պատմում։ King-ի գիրքը ինքը գցեց մի կողմ ու ինքը սկսեց իր պատմությունը։ Ու ամենավերջի կադրը, որը ընդհանրապես անհասկանալի է այս տեսությունից դուրս, լիքը մարդ են, հենց կենտրոնում Ջեկն է, ձեռքի մեջ ինչ-որ թուղթ է, հետևից մեկը սենց ծեռը բռնած, նկարի վրա գրած է 1921 հուլիսի 4, հուլիսի 4-ը Ամերիկայի անկախության օրն է։ Ու այդ թուղթը, այսինքն ինչ-որ բան կա, որ ինքը ուզում է ասի, բայց իրան չեն թողում։ Ու նույն այդ սառած կադրը խորհրդանշում է այն, որ Kubrick-ը ոնց որ հավերժ պետքա լռի սրա մասին, ու Shining ֆիլմը միակ ձևն է եղել իր համար, որ ինքը պատմի է ամեն ինչը, գոնե ինչ-որ սիմվոլիկայով հույս ունենալով, որ ինչ-որ ժամանակ հետո ինչ-որ մեկը կհասկանա, բայց քանի որ սա ամեն դեպքում դավադրության տեսություն է, այսինքն ոչ մի ապացույց չունի, ու ավելի հավանական է, որ սուտ է, քան ճիշտ, ես ավելի շատ հավատում եմ, որ քանի որ այդ տեսությունը այն ժամանակվանից արդեն կար, ինձ թվում է Kubrick-ը ոնց որ հենց ինքը լսել է այս ամեն ինչը։ Ու ինքը տրոլինգ է արել, նկարել է մի հատ կինո, մեծ, շատ մասշտաբային կինո է նկարել, իմանալով, որ այդ կինոն կարա տենց ընկալվի, հատուկ տենց է արել, որ այն մարդիկ, ովքեր մտածում են, որ տենց բան կարա լինի, լրիվ խճճվեն ու չհասկանան իրոք եղել է թե չէ։ Տիեզերական մասշտաբի թրեշ է արել, տրոլինգ է արել ինքը իր վրա ու սաղի, ոնց որ այս վերջ կտանեմ, իսկ մի գնանք մեջտեղներ։ Մոնտաժի գոզեր ես բացել եմ։ Մի խափի մարդկանց որ դու Kubrick-ը չես։ Սաղ սուտ է։ Ես իրականում ասենք կյանքում սենց կոֆե չեմ խմում։ Ես կոֆեն սիգարետով եմ խմում։ Բայց քանի որ չեմ ուզում կադրում ծխեմ, հետո երբ որ Ստե մեջն է տար սպասի, եթե խոսվես թե խոսա, չէ։ թող ոչինչ, թող մեջ չլնես, ուրիշ մարդ չես։ Այսինքն եթե մոռանանք այս թեորիան, ոչ մի բան չի նշանակում այդ ամեն ինչը, Kubrick-ը ոչ մի բացատրություն իր կյանքում չի տվել։ Այս թեորիայի շրջանակներում նաև Shining-ից դուրս է ընդհանրապես Kubrick-ի կյանքը համապատասխանում սրան։ Սկսած այդ 68 թվին տիեզերական բոդիսականից, Shining-ով, դրանից հետո նկարել է երկու հատ կինո, մեկը էսա, Վիետնամի պատերազմի մասին, այսինքն էս այն թեման է, որի պատճառով ոնց որ Քենեդին սկսել է այս լուսնի ամբողջ այս ֆարսը։ Ու իր վերջի կինոն էլ այդ լայն փակված աչքերով է, որը ինչ-որ գաղտնի խմբակցությունների մասին էր, այդ կինոյի մոնտաժի ժամանակ ինքը շատ տարօրինակ հանգամանքներում մահացել է։ Ու իր մահից հետո մոնտաժը ուրիշ ձև է արվել ու 24 րոպե կրճատվել է։ Ստիվեն Քինգը այնքան դժգոհ էր այս էկրանավորումից ու այնքան անհասկանալի էր իր համար թե խի է ասենց նկարել իր գիրքը այս մարդը, որ ամեն առիթի, ամեն ինտերվյուի վաղ այդ մասին ասում էր, ոնց որ ամեն առիթի ինքը ասում էր, որ շատ վատ կինո է, շատ վատ կինո է ու Kubrick-ը նեղվում էր դրանից։ Ու ոնց որ 97 թվին King-ը հասավ այն բանին, որ նորից նկարվեց Shining-ը, սերիալ նկարվեց, սերիալ Shining, որը հենց իր գրքի ուղիղ էկրանավորումն էր։ Բայց ոնց նկարվեց, քանի որ ինքը արդեն հեղինակային իրավունքը գրքի տվել էր Kubrick-ին ու չէր կարա ինքը պրոստը տակ նկարեր այլևս ուրիշ ոչ մեկի հետ, ինքը ստիպված պետքա հետ գներ այդ իրավունքը Kubrick-ից ու երբ որ Kubrick-ը իրան նորից վաճառեց այդ իրավունքը, մի պայմանով է վաճառել, որ էլ երբեք չխոսա իր կինոյի մասին, առավել եւս վատ բաներ չասի, ու տենց պայմանագիր են կնքել իրանք։ Սոր Ստիվեն Քինգը ստորագրել է, որ էլ երբեք Kubrick-ի կինոյի մասին վատ բան չի ասելու։ Բամբասել է, որը։ Ազիզեն կինոն լավ չէ։ Դուրս չեն կա։ Չէ, դուրս չեն կանվ։ Դուրս չեն կանվ։ Ախպեր ինձ թվում է այդ թեորիաները սաղ ճիշտ են։ Սա կարած մեծ մասը ճիշտ է։ Մի, ինչի համար ենք մենք ստեղ հավաքվել։ Որ քննարկենք։ Քննարկենք եւ հասկանանք։ Արագ պատտենք հասկանանք։ Այդ պատտենք հասկանանք, գիտես դու։ Չէ։ Այն որ հիշում ես հորդ ինտերվյուի նկարում։ Հա։ Ասում են դու կինոներ սիրում ես, նայես ասում է դերի գունները դնում են։ Արագ պատտեմ հասկանում քնում։ Ասում եմ մի հատ սկիզբն եմ նայեմ, առաջ եմ տալի, մեջտեղները մի հատ էլ վերջն եմ։ Գիտես ոնց է, вообще կինոյի կուլմինացիան որ կա, չէ՞ որ ինչ-որ բան եղել է, դրանից հետո վերջաբան պետք է եղի։ Ապրի վերջաբանը դե տեսանք ինչ եղավ, իմացանք արդեն։ Ինֆորմացիա ստացավ, ջոգից։ Արագ պատտել հասկանան, դեզը մտել, արագ պատտել հասկանան։ Ոնց որ ասած ինչ է, ես չգիտեմ էլի, պարզա ես կակ մինիմում
Ինչ հավեր ռուսերեն բառեր եմ ասում։ Ես փոքրիշ եմ։ Պրոստը է շատ Պրոստը։ Պրոստը։ Ես չգիտեմ, ես ճիշտ ասուտա ու չեմ էլ կարող ոնց որ պատասխան տամ, պրոստը ուղղակի ուրեմն սրանից հետո լյուբոյն էլ է տենց բառ։ Սրանից հետո ցանկացած վիդեոյից մեջ կապ չունի, որտեղ հենց լյուբոյ կամ պրոստը բառերը լսեք, տակը բան արեք։ Քֆուր գրեք։ Քֆուր մի գրեք։ Ինչ-որ սմայլիկ պայմանավորվենք դրեք, հենց սրա տակ որոշեք այդ սմայլիկ։ Անտիցիկներով սլայդ։ Ասած ինչա, թեորիա զագվռները, նույն ինքը դավադրության տեսությունները ոնց որ շատ են ու անվերջ կարան լինեն։ Ես սիրում եմ պրոստը, տենց անընդհատ նայում եմ ուղղակի, ես սիրում եմ ուղղակի ու անընդհատ նայում եմ։ Չեմ կարող ասեմ ինչն է ճիշտ, ինչ սուտ, մի բան կարամ ասեմ, որ լավ կինո շատ նայեք, լավ կինո շատ նայեք։ Օրինակ Shining-ը լավ կինո է։ Կարող է մի քիչ ծանր է, վախենալու է, կարող է ինչ-որ վատ էմոցիաներ կարող առաջացնի եւ այլն, հարցը այդ չի։ Երբ որ լավ կինո է մարդ նայում, լավ կինոն մարդու հոգեբանական աշխարհի վրա ազդում է նույն ձև, ոնց որ ասենք լավ սնունդը օրգանիզմի վրա։ Շատ նայեք լավ կինո, քիչ նայեք հայկական սերիալներ, ընդհանրապես մի նայեք հայկական լրատվական ցանկացած բան, հայկական լրատվական ցանկացած բան, պրոստը փակեք, ձեր կյանքից հանեք ոնց որ կապ չունի ինչա, ոչ մի բան կարևոր չի։ Պուտինը ինչ արել այսօր, Նիկոլը ում տեսավ, դա вообще կարևոր չի, ընդհանրապես ոչ մի տեսանկյունից կարևոր չի։ Ասենք եթե մի տարի ընդհանրապես լրատվություն չլսեք, ոչ մի բան չի փոխվել ձեր կյանքում, ոնց որ ավելի լավ է թեորիա զագվռներ լսես, քան լրատվություն։ Լավ կինո նայեք, սաղ լավ կլինի։ Մեր լրատվությունն էլ այնական թեորիա զագվռ։ Հա, էլի, ասենք ոչ մի բանով չի տարբերում։ Հաջողումնելու ես թե չես անելու։ Չեմ անում սովորաբար բարև հաջող, տենց բաներ չունեմ։ Հա, մեկ էլ այս ֆորմատը որ կա, ոնց որ այս ֆորմատով շատ վիդեոներ եմ ես արել Instagram-ում, TikTok-ում, բայց արդեն իմ համար կոնկրետ սպառված է, այս որ sense նստած ինչ-որ բան եմ պատմում, եթե դա իմ հորինած պատմությունը չի։ Տենց նյուանսներ կան, էլի։ Ու ուզում եմ ավելի խաղարկային բաներ անեմ ու YouTube-ի հաջորդ վիդեոները հավանաբար լինելու են տենց խաղարկային բաներ։ Չես ուզում donate անել։ Չէ։ Չես ուզում ասես, որ YouTube-ում բաժանորդագրվեն, որովհետև շարունակական ալնորոց վիդեո շարք։ Subscribe եղեք, որովհետև հաճախակի վիդեոներ են գալու